Հայաստանում կստեղծվի անձնական տվյալների պաշտպանության անկախ հանձնաժողով։ Ոլորտը կարգավորող գործակալությունը այժմ Արդարադատության նախարարության ենթակայությամբ է գործում։ Կառույցի աշխատանքներին ծանոթանում է փոխնախարար Աննա Կարապետյանը, ներկայացնում նոր լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգը։ Հանձնաժողովը կունենա 3 անդամ, բաղկացած կլինի նաև հիմնական ստորաբաժանումներից, որոնք այս պահին մեր գնահատմամբ առնվազն պիտի 3 լինեն, որովհետև գործակալության հիմնական աշխատանքները կենտրոնացված պիտի լինեն 3 հիմնական ուղղություններով, դրանք են օրինակ օրենսդրության լավարկում, օրենսդրության մոտարկում, ինչպես նաև փորձաքննության իրականացում։ Դատական ներկայացուցչություն, ստուգումներ, վարույթներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ, իրազեկման միջոցառումներ, բոլորը կկենտրոնացվեն նոր կառույցում։ Գործակալությունն այժմ էլ վարույթային գործողությունները իրականացնում է անկախ։ Նախարարությունը որևէ կերպ չի միջամտում, բայց տրամադրում է տեխնիկական աջակցություն։ Ըստ փոխնախարարի անհատի այս իրավունքի իրացման համար հնարավոր միջոցների ձեռնարկումը պետության հանձնառությունն է։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ, որտեղ ունենք առանձին կետ, որը նվիրված է հենց անձնական տվյալների պաշտպանությանը, այդ թվում նաև դատական համակարգում ապանձնավորված տվյալների հրապարակմանը։ Երկրորդ մասում մեր հիմնական ուղղություններից մեկը նաև Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացն է, որը արդեն իսկ մեկնարկել է։ Հայաստանի Հանրապետությունը վաղուց միացել է արդեն Եվրոպայի խորհրդի 100+ կոնվենցիային, ինչպես նաև իր իրականացվող գործունեությունը համապատասխանեցրել է նաև Եվրոպական միության կարգավորումներին, սակայն սրանից զատ կան մի շարք միջոցառումներ, որոնք որ դեռևս գործակալությունը պիտի կարողանա արդեն նոր հանձնաժողովի տեսքով որպես անկախ մարմին իրականացնել։ Կառույցն այժմ գործում է մարդկային փոքր ռեսուրսով, ինչը բավարար չէ լիազորությունների ամբողջական իրականացման, գործակալության առջև դրված խնդիրների լուծման համար։ Այս ոլորտում բարեփոխումները միտված են կադրային համալրման, տեխնիկական հնարավորությունների ընդլայնման միջոցով համակարգի հզորացմանը։ Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը այն իրավունքն է, որտեղ որ հետևանքները վերացնելը գրեթե անհնար է, հատկապես եթե դրանք տեխնոլոգիական միջամտությամբ իրականացված խախտումներ են կամ եթե անձնական տվյալների պաշտպանության իրավունքը համացանցում է խախտվում, գրեթե անհնար է արդեն վերացնել հետևանքները։ Ավելի կարևոր է կանխարգելելը, իրազեկելը եւ այդ իմաստով մեծ ուշադրություն է դարձվում հենց այս գործառույթին լավագույն փորձի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Տեխնոլոգիական զարգացումներին եւ իրազեկվածության բարձրացմանը զուգահեռ ավելացել են անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումների վերաբերյալ դիմումները։ Այստեղ նշում են, որ իրենց տրամադրած խորհրդատվությունների թիվը վերջին 2 տարում նախորդ տարիների համեմատ կրկնապատկվել է։ Կարող է առնչված լինել, երբ որ հայտնի մարդկանց անձնական տվյալների օգտագործման, նաև կենսաչափական ձայն, պատկեր, նման տվյալների օգտագործմամբ տարբեր խաբեության ուրեմն ձևեր կան, խարդախության ձևեր կան, եւ այդ իմաստով մարդկանց իրազեկելը, փափուկ իրավունք ձևավորելը իհարկե մեր թիվ 1 գործառույթն է, որովհետեւ չդառնան այդ խաբեությունների զոհ։ Նոր կազմով ու լիազորություններով հանձնաժողովը կգործի 2027 թվականից։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, լուրեր։